Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ։ Այսօր եւս, ինչպես նախորդ օրերին, խոսելու ենք Իրանում ծավալվող պատերազմի մասին, հաշվի առնելով, որ այսօր 4-րդ օրն է պատերազմական գործողությունների եւ այսօր իմ զրուցակիցն է Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսիսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մովսիսյան, քիչ անսպասելի հարց եմ երևի։ Տեսեք, քաղաքագետների մի խումբ կա, որ բավական համեստ են այդ մարդիկ, ասում են, որ ենթադրելի էր, որ մի օր Իրանը կարող է հայտնվի հարվածների թիրախում, բայց այն ինչ որ տեղի ունենում արդեն 4 օր առաջ տեղի ունեցավ, ինքը անսպասելի էր, հաշվի առնելով, որ այնտեղ բանակցություններ էին ընթանում, թվում էր, թե հանգուցալուծմանը մոտ են, ամենադեպքում լավատեսության ֆոն կար։ Մյուս հատվածը այն, որ հանճարեղ Երևալու այսպես կոմպլեքս ունի, ասում է, որ մենք այս ամենը կանխատեսել ենք դեռևս այն ժամանակ, երբ պաշտոնավարում էր Ջորջ Բուշ ավագը։ Այդ ժամանակից մենք գիտեինք։ Հիմա իրականում սպասելի էր, որ հարվածը լինելու Իրանին, որ ըստ էության լայնածավալ պատերազմի մասին է խոսք գնալու Իրանական Իսլամական Հանրապետության դեմ։ Էլի ենթադրությունների դաշտից միշտ այս սցենարը երբեք չի բացառվել ու հատկապես այս սցենարը արդիական է դարձել այն ժամանակ, երբ որ արդեն ԱՄՆ-Իսրայել տանդեմը կոնկրետ պահանջներ դրավ, որոնք կարելի ասել ինքնասպանության կարող էին նմանվել, որովհետև ըստ էության Իրանի համար, որովհետև ինչ առումով ինքնասպանության, ոչ թե որպես Իրանը երկարաժամկետում տարածաշրջանային դերակատար, այլ հենց ներսի խնդիրները հաշվի առնելով մենք գիտենք, որ նույն այս վերջին ամիսների ընթացքում այնտեղ տարբեր հուզումներ են տեղի ունենում, վերջին այս փետրվարյան ժամանակաշրջանում նաև ուսանողական տարբեր շարժումներ եղան, այսինքն սոցիալ-տնտեսական շատ լուրջ բարդ այդպես խճճված իրավիճակում էր գտնվում Իրանը, նաև դրան գումարած այս արտաքին քաղաքական հարցերը, որոնք միշտ հոգևոր առաջնորդի մակարդակում իրենց գործադիր կառավարության մակարդակում միշտ նշվել է, որ Իրանը երբեք չի հրաժարվել ուրանի հարստացումից, բայց միևնույն ժամանակ նշել են, որ մենք միջուկային ծրագիր չունենք, միջուկային զենքի ստեղծման պլաններ չունենք եւ այլն, բայց Իսրայելի լոբինգը հատկապես այստեղ միշտ պետք է նշել, էլի, որ Իսրայել-ԱՄՆ տանդեմ երբ նշում ենք, այստեղ այնպես չի, որ ամեն ինչ շատ հարթ է, ամեն ինչ շատ նույնատիպ է եւ կարելի ասել Իսրայելին նաեւ հաջողվեց հասունացնել այս պահը, այսինքն միշտ Իսրայելի համար իր տենց առաջնահերթությունների մեջ գլխավոր է եղել է այն, որ տարածաշրջանում Իրան իր համար սպառնալիք է ու դրա համար տարբեր հիմնավորումներ են բերվել, որ նրանք միջուկային զենք կստեղծեն, տարածաշրջանը դեէսկալացնում են, մեր շուրջը ստեղծել են դիմադրության առանցք, որոնք պրոքսի ուժեր են եւ այլն, ու եթե տեսնենք մի երեւի արդեն 4 շղթայով գործողություն իրականացվել են, Իրանի դեմ։ Առաջինը սկսվեց նաև հենց դիմադրության առանցքի կարելի ասել կործանելուց, որովհետև իհարկե այս պահին էլ մենք տեսնում ենք, որ Իսրայելը գործողություն է իրականացնում արդեն Լիբանանի տարածքում, իր համար բուֆերային գոտի ստեղծել եւ այլն, բայց հաշվի առնելով այս հանգամանքները ու նաև այս էլի ենթադրության մակարդակում, որովհետև մամուլում թե արևմտյան թե արևելյան հատկապես այդ ծոցի երկրների մեդիաներում շատ էր քննարկում, որ այնուամենայնիվ օրինակ Իրանը այնպես է որ համաձայնվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի առաջարկած ուրանի հարստացումից ամբողջապես հրաժարվելու եւ այլ երկրներից ներկրելու ծրագրին, բայց նաեւ կա այլ տեսակետ, որ վերջին բանակցությունների ժամանակ նույն Իրանի արտգործնախարարը շատ վատ տոնով խոսել է Ուիթքոֆի հետ, իհարկե պարզ է ինչպեսի բանակցություն են գնացել, մի կողմում հոգևոր կղերական այդ գաղափարական շերտով ձևավորված կառավարության ներկայացուցիչ, չնայած որ համարում են, որ գոնե այդ թևը մի քիչ ավելի տենց բարեփոխումների միտված թև է, բայց այնուամենայնիվ պարզ է ինչպեսի բանակցություն են գնացել։ Մյուս կողմից էլ բիզնեսմեն, որը գործարքների, ինչպես Թրամփն է նշում, ուժի միջոցով խաղաղության հաստատման դոկտրինի ջատագով են, ու քանի որ այս տարաձայնությունը կա նաև երկու կողմերի հաղորդակցության մեջ, ինձ թվում է այդ պահը հասունացել էր, այսինքն հստակ էր, որ մի փուլ էր գալու, որ ուղղակի ռազմական գործողությունները հնարավոր էր դառնալու, բայց խնդիրն այն է, որ ոչ մեկ չէր կարող կանխատեսել, որ պատերազմը այսքան լայնամասշտաբ կլինի, որովհետև կարելի ասել այսօր մերձավոր արևելքի բոլոր երկրները գործողության մեջ են։
Այսինքն հանուն արդարության ասենք, որ այդ մերձավոր արևելքի բոլոր երկրներին գործողության մեջ ներքաշել է հենց Իրանը։ Այո, հենց Իրանը։ այդ դա նկատի ունի, այսինքն Իրանի, այստեղ քանի որ արդեն դրա մասին ենք խոսում, Իրանի երևի թե ռազմավարությունը այսպեսին էր, Իրանը շատ բարդ երկիր է ու իր նաև զսպման գործիքակազմը շատ པարզ է, ինքը ունի շատ նեղ գործիքակազմ եւ այդ գործիքակազմը առավելագույնս փորձելու էր օգտագործել։ Եթե մարտավարությունը այսպեսին է եղել, փորձել այդ ընդհանուր պատերազմի աշխարհագրությունը ավելի մեծացնել, փորձելով դրանով ճնշում գեներացնել ԱՄՆ-ի վրա, բայց գոնե այս պահին մենք կարող ենք ասել, որ դա տեղի չի ունենում, հակառակը այն երկրները, որոնք կարծես թե դժվար թե ուղղակի ներգրավեն, օրինակ ծոցի երկրներ, այսօր հայտարարում են արդեն, որ իրենք նույնպես պատրաստակամություն են հայտնում հարվածներ ուղղել Իրանի նկատմամբ, նույնը տեսնում ենք նաև եվրոպական որոշ երկրների առումով, իհարկե այստեղ խնդիրներ կան, մենք տեսնում ենք Իսպանիայի ղեկավարության եւ Թրամփի միջև հրաձգության մասով, բայց օրինակ հետաքրքիր է նույն Մեծ Բրիտանիայի մոտեցումը, Ֆրանսիայի մոտեցումը եւ այլն, եւ քանի որ Իրանը նաեւ թիրախավորել է ֆրանսիական եւ Մեծ բրիտանական օբյեկտները մերձավոր արևելքի լայն տարածաշրջանում, մի քիչ դժվար է կանխատեսել, որ այդ երկրները օրինակ ճնշում կբանեցնեին ԱՄՆ-ի վրա։ Այստեղ տեսնում ենք, որ օրինակ իսպանական որևէ միջամտություն չի եղել, բայց հենց Իսպանիան է ասում, որ մենք պատերազմին դեմ ենք եւ այլն։ Այսինքն Իրանը կարծես թե փորձում է հնարավորինս ցավալի հարվածներ տալ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ուղղությամբ, դրանով դրթելով, որ թե ներսում նրանք խնդիր ունեն, այսօր տեսնում ենք օրինակ կոնգրեսում Թրամփը արդեն խնդիրներ ունի, թե փորձել հնարավորինս իր կառավարման համակարգը պահել, որովհետեւ այս շատ կարեւոր է Իրանի դեպքում, որովհետեւ համեմատություններ կան օրինակ Իրաքի, Վենեսուելայի, Սիրիայի դեպքով, սա այս դեպքը չէ հաստատ, որովհետեւ ինչպես նաև արևմտյան մամուլում են նշում, տասնյակ դարերով ձևավորված ավանդույթի գաղափարական այս հոգևոր արմատների վրա խարսխված երկիր է, ունի շատ բարդ կառավարման համակարգ եւ չնայած նրան, որ հոգևոր առաջնորդը շատ մեծ դեր ունի որոշումների կայացման գործընթացում եւ այլն, նույն զինված ուժերը իրանց հեղափոխական կորպուսը եւ այլն, բայց այնուամենայնիվ նրանք ստեղծել են մեխանիզմներ, որով հնարավոր է դառնում իշխանության կյանք հնարավորինս երկարաձգել։ Հիմա մենք տեսնում ենք, որ արդեն նոր հոգևոր առաջնորդ կարծես թե ունի եւ դա Խամենեի որդին է, այսինքն Իրանի կարևորագույն sense նվազագույն նպատակը այն է, որ գոնե պահպանվի իր կառավարման համակարգը, տարածքային ամբողջականությունը եւ այլն, որովհետեւ պարզ է, որ առաջին 2-3 օրվա այն թիրախները, որոնք խոցվել են ԱՄՆ-ի կողմից եւ Իսրայելի կողմից, դրանք կարելի ասել գրեթե ամբողջությամբ դիմադրության առանցքը կոտրել են Իրանում, չնայած նա, որ Իրանը այս պահին ունի դերևս հազարավոր բալիստիկ հրթիռներ, ունի այդ շահիդ կոչվող ԱԹՍ-ները եւ այլն, բայց դրանով երկար շատ չի կարող շարունակել ու այստեղ խնդիրը այն է, որ եթե փորձում են հնարավորինս ԱՄՆ-ի հետ տարբեր կապուղիներով փորձել պահպանել գոյություն ունեցող ռեժիմը, գնալ որոշակի բարեփոխումների, բայց չհամաձայնվել Իսրայելի այն նպատակին, որ դու այս ռեժիմը պետք է ամբողջովին փոխվի։ Հիմա տեսեք, այստեղ մի քանի հարց է առաջանում, նախ ինչքան էս ամեն ինչը կտևի, որովհետև տեսեք, դեռ չի հաստատվել այս պահին, բայց ենթադրաբար, որ այդ տեղեկատվությունը ճիշտ է, կարելի է պնդել, որ Խամենեի որդին ընտրվել է, ընդ որում խորամանկել էին իրանցիները Իսրայելը եւ Միացյալ Նահանգները հարվածել էին այնտեղ, որտեղ թվում էր, թե պետք է լիներ այդ հավաքը, պարզվեց on-line է եղել այդ ամեն ինչը, այնտեղ ոչ ոք չի եղել եւ ընտրությունը կայացել է, բայց դրա հետ զուգահեռ Իսրայելի պաշտպանության նախարարը Կացը հայտարարել էր, որ Իսրան կշարունակվի այն քաղաքականությունը, որը ուղղված է Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դեմ, այսինքն եթե այդ մարդիկ շարունակեն մնալ իշխանության, այդ մարդիկ կհամարվեն ու կշարունակեն մնալ թիրախ։ Ու իրենք շարժվում են, այսպես մեր դասականի ասած, ինչքան ուզենք, այնքան կխփենք տրամաբանությամբ։ Հիմա դա անվերջ շարունակվել կարող է թե չի կարող, որովհետեւ հաշվի առնելով, որ 3 օրվա ընթացքում Իրանի արդեն երկրորդ պաշտպանության նախարարն է սպանվել։ Մի քիչ դժվար է իհարկե հստակ ժամկետներ նշել, բայց այս շատերը ասում են ԱՄՆ-ն պլանավորել է մի քանի օրում այս հարցը լուծել, իրականում փորձեցի աղբյուր գտնել ինչի վրա են հիմնվել, առնվազն Թրամփի կողմից նշվել է 4-ից 5 շաբաթվա գործողության մասին, բայց նաև չի բացառվել, որ այդ ժամկետը կերկարաձգվի։ Դե կարելի ասել ինչ-որ միտեղ նաև նյարդերի կարողությունների սպառման պայքար է, այսինքն մի կողմից, այո, ինչպես Իսրայելի նախարարն է նշել, իրենք փորձելու են յուրաքանչյուր հաջորդ դեմքին թիրախավորել ու սպանել, որովհետև
իրենց տեսանկյունից սա մի մարտավարություն է, որը փլուզելու է Իրանի կառավարման համակարգը, կոլապսի ենթարկվելու Իրանը, եւ մյուս կողմից մյուս սցենարներն են, որ դրա հիման վրա մարդիկ դուրս կգան փողոց եւ իշխանափոխություն կլինի, հա։ Ուղղակի այստեղ էլի պետք է նշել, որ ԱՄՆ-ն օրինակ հետաքրքիր հայտարարություն արեց այս առումով Թրամփը, ինքը ասում են դուք ունեք ինչ-որ տեխնացու Իրանում, ինքը ասում էր նույնիսկ եթե ունեինք տեխնացուներ, իրանցից որոշները արդեն իսկ սպանվել են։ Այսինքն սրանով կարող ենք ասել, որ ԱՄՆ-ի կողմից գոնե պատկերացումները Իրանում ռեժիմի փոփոխության մասով մի քիչ այլ են, այսինքն նույնիսկ կարող են լինել տեխնացուներ հենց ներսից, օրինակ շատ է խոսվում իրենց անվտանգության խորհրդի նախագահի մասով, որտեղ հենց ինքն է բանակցություններ վարել, բայց միևնույն ժամանակ այս վերջին ցույցերի ժամանակ ամենամեծ այդ ճնշումներ անմիջական հրամաններ արձակողը հենց ինքն է եղել, բայց ինչ որ մի միջանկյալ տեխնացուի կարգավիճակ, այսպես ասած Վենեսուելայի кейսը ուզում են կիրառել Իրանում։ Հիմա Իսրայել-Իրան այս փոխհարաձգությունների մասով կարծում եմ դժվար է ժամանակ բանանել, նշել, բայց մյուս կողմից պետք է նշել, որ այն հակահետախուզությունն ու հետախուզությունը, որ ունի Իսրայելը ու այն խոցելությունը այս առումով, որ ունի Իրանը, թույլ է տալիս կարծել, որ մենք երբ ամեն շաբաթ առնվազն մի այտենց հարցակման շղթա կտեսնենք, որոնք կթիրախավորվեն եւ կսպանվեն Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ուղղակի այստեղ խնդիրն այն է, թե Իրանը ինչքան կկարողանա դիմանալ։ Իսկ դա կանխատեսելը շատ դժվար է, որովհետև նույն շատ հայաստանյան փորձագետներ նշում են, այս վերջա հոգեվոր առաջնորդին արդեն սպանել են, կարելի է հաղթանակ տոնել, արդեն Իրանը ժողովրդավար է, եկեք ուրախանանք դրանով, բայց մի քիչ շտապել են այդ առումով։ Նրանից է, որ իրենք կարծում են միայն ու բացառապես իրենց ճաշակով տեղեկատվություն երևի։ Լավ, իրենց հանգիստ թողնենք, իրենց մասին խոսենք շաբաթ օրը իմիջայլոց, հանրամեդիայի եթերում ձեզ հետ չէ իհարկե, բայց զուտ տեղեկացնեմ մեր ռադիոլսողներին, որ նման ծրագիր մենք ունենք։ Թե ինչքան կկարողանա Իրանը դիմադրել, ես ինքս էլ չգիտեմ, բայց օրինակ հոգևոր առաջնորդի խորհրդական Ղոլանին, եթե չեմ սխալվում, այսօր հայտարարել էր, որ հաշվի առնելով այն պաշարները ռազմամթերքի, որ ունի Իսլամական Հանրապետությունը, մարդկային ռեսուրսը, որ ունի Իսլամական Հանրապետությունը, հնարավորություն է տալիս անվերջ պատերազմել գրեթե։ Բայց միաժամանակ ինձ միևնույնն է, տեսեք, մենք վերադառնանք Մերձավոր Արևելքի երկրներին։ Ես հասկանում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առնվազն 40 տարվա ընթացքում այդ վճռական մենակի դրամաբանությամբ է թե իր արտաքին քաղաքականությունը վարել եւ թե ըստ էության ներքին քաղաքականությունն է ձևավորել որպես այդպեսին, բայց ես այնուհանդերձ չեմ կարողանում մինչև վերջ հասկանալ նպատակը ունենալով Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նման ռազմական իմաստով զորեղ թշնամիներ անել այնպես, որ քո հետ թշնամանան, չեմ ասում ոչ պակաս զորեղ, բայց ասում այսպես քարտեզի վրա լուրջ դերակատարում ունեցող Սաուդյան Արաբիայի մասին է խոսքը, Արաբական Միացյալ Էմիրությունների մասին է խոսքը, Քաթարի մասին է խոսքը, Կիպրոսի մասին է խոսքը, Կիպրոսը այսօր արդեն թիրախի է վերածվել։ Ինչու՞։ Դե ինձ թվում է էլի պետքա անդադ խոսենք նրա մասին, որ այն ռացիոնալ վերլուծությունները, որ մենք կարողանում ենք անել այլ երկրների դեպքում, Իրանի դեպքում մի քիչ այլ է, որովհետև գործ ունենք լրիվ ուրիշ իշխանության կառուցվածքի, ուրիշ քաղաքական ռեժիմի բնույթի ձևի հետ։ Այսինքն թվում է թե առաջին հայացքից պարզ է, որ այն կորուստները, որ հիմա Իրանը ունի, կարող է այդ կորուստները չունենալ, գնալ համաձայնությունների եւ պահպանել թե ռեժիմի որոշակի բնույթը, որտեղ դժվար է, հա, դժվար է այսպես հաստատ պնդել, որ Իրանը կարող է միանգամից ինչ որ ռեժիմի փոփոխություն իրագործել, որտեղ դրա հակառակ պարագայում կարող է ավելի մեծ, չգիտեմ, անկայունություններ ձևավորվեն եւ այլն, հատկապես ԱՄՆ-ի դեպքում դա այդքան էլ նախընտրելի սցենար չէ։ Կարծում եմ հենց ռեժիմի բնույթն է, որովհետև տարիներ շարունակ Իրանը խոսել է նրա մասին, որ ինքը ինքնիշխան է, վճռական մենակ է, ինքը ուրանի հարստացման ծրագիրը չի կարող չեղարկել եւ այլն, եւ էլիտայի ներսում այդ տարբեր իրենց այդ բախումների միջև որոշակի կոնսենսուս է ձևավորվել, բայց այնուամենայնիվ որոշակի թվով հոգեվոր առաջնորդի թվով գործադիր իշխանությունը որոշակի կարմիր գծեր ուներ, որոնք ցավոք սրտի իրենք են այդ կարմիր գծերը ձևավորվել, բայց մեզ համար, երբ որ մեր տեսանկյունից ենք նայում, սա հերթական անգամ ցույց է տալիս, որ դու կարող ես ունենալ կարմիր գծեր, բայց արդյոք ունես հստակ ռեսուրսներ, կարողություններ դա սպասարկելու համար։ Ես բոլոր կողմերից նայելով հասկանում եմ, որ Իրանը դժվար թե կարողանա սպասարկել այն օրակարգը, որ ուներ միջև այս հարձակումը։
Բայց միևնույն ժամանակ Իրանը թեկուս եւ չկարողանա այդ կարմիր գծերը սպասարկի, ինքը իր ըստ էության այս գործողություններին դիմադրելով կամ նոր թիրախներ որոնելով ցույց է տալիս իր հասարակությանը, որ այ վճռական մենակը կարող է նահատակվել, դրանով ուղեր ստալով իր հասարակությանը, իր էլիտային, չնայած մեր կորուստների մենք շարունակելու ենք պահպանել մեր տարածքային ամբողջականություն, բայց պարզ է, հա, եթե ռացիոնալ հաշվարկի մասով խոսենք, եթե պետական դերակատարներին, պետություններին համարենք ռացիոնալ դերակատարներ, պարզ է, որ պատերազմից Իրանը դուրս չի գալու այնքան ուժեղ, որքան որ եղել է, չնայած նրան, որ կարող է ռեժիմի բնույթը պահպանել եւ այլն։ Կարծում հենց այդ ռեժիմի բնույթի ձևի մեջ է, որովհետեւ բոլոր ռացիոնալ հաշվարկներով պետք է որ ցանկացած աշխարհամասում այլ երկիր եթե լիներ, լրիվ այլ կերպ կվարվեր, քան Իրանը։ Ուղղակի Իրանի դեպքում այլ ռեժիմ է, բնույթն ու բովանդակությունը ուրիշ է ու տարիներ շարունակ այդ ուրանի հարստացման շուրջ, միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները միշտ դա են վկայել, որ Իրանը պատրաստ չէ իրենց լեզվով ասած կապիտուլյացիայի գնալ։ Այսինքն, ինչպես մեր դեպքում շատերի դեպքում է եղել, երբ որ դու հստակ օրակարգեր ես ներսում, այսպես ասած, եփել, փորձել հանրության ցույց տալ, որ այ մենք այս կարմիր գծեր ունենք, մենք չենք կարող զիջել մեր ռազմավարական շահերը եւ այլն, գալիս է մի պահ, որ դու կամ ընտրություն պետք է անես, կամ պետք է բոլորին համոզես, որ ժողովուրդ մենք կարծես թե չունենք այդ ռեսուրսները սպասարկելու այս օրակարգը, կամ ինչպես եղավ Իրանի հոգևոր առաջնորդի դեպքում, ուղղակի հերոսանալ, նահատակվել եւ այսպես ասած այդ մուսուլմանական աշխարհին որոշակի այտենց մեսիջ եղել, այդ ինչպիսին է լինում հոգևոր առաջնորդը, երկրի ղեկավարը եւ այլն, բայց ռացիոնալ պատկերում ես չեմ տեսնում, որ Իրանը այս պատերազմից շահած է դուրս գալ։ Մյուս կողմից նաեւ հակառակ պնդումը չեն կարող անել։ Օրինակ ԱՄՆ-ի Իսրայելի դեպքում էլ դժվար է էլի կանխատեսում իրանել։ Պարզ է, որ իրենք իրենց որոշակի հստակ նպատակներին հասել են, հա, այսինքն կոնկրետ օբյեկտներ են վերացրել, որոնք ուրանի հարստացմանն են նպաստել, միջուկային ծրագրեր գուցե կա, որովհետև դեռևս մենք փաստ չունենք, հա, որ այդպիսի բաներ կան, ու հետաքրքիր որ այս 2 օր առաջ թե 1 օր առաջ Ռուբիոն մի հատ հետաքրքիր հայտարարություն արեց, որ խնդիրը միայն ուրանի հարստացման ծրագիրը չէ ու միջուկային զենքի ստեղծման ծրագիրը չէ։ Խնդիրն այն է, որ բացի դրանից Իրանը նաև բազմաթիվ այդ հրթիռային մեծ զինապահեսներ է ստեղծել եւ դրա նպատակը ասում է որն է, տրամաբանությունը այն է, որ փաստորեն եթե բանակցությունում չհաջողեն, այդ բալիստիկ հրթիռները, այսպես ասած, անվտանգության շերտ կձևավորվեն ուրանի հարստացման մասին։ Այսինքն, այս մասով կարող ենք ասել, որ գոնե կարճաժամկետ, միջնաժամկետ մասով Իրանը չեզոքացվել է, հա, այսինքն այն սցենարը, որ տարբեր արևմտյան դերակատարներ վախենում էին, որ հատկապես նույն Իսրայելը վախենում էին, որ Իրանը այսպիսի ինչ որ մեծ պոտենցիալ է կուտակել, որը սպառնալիք է մերձավոր արևելքում եւ այլն, բարձր որ կարողությունների կեսը արդեն Իրանը կորցրել է, ուղղակի այստեղ խնդիրը արդեն ռեժիմի պահպանման խնդիրն է։ Իմ կարծիքով խնդիրը այս բային հենց դա է։ Իրանը ցանկացած ձևով փորձում է ռեժիմը պահել ու իր տարածքային ամբողջականությունը, որտեղ Իսրայելը այս դեպքում օրինակ նույնիսկ կողմ է, որ Իրանը մասնատվի, մի քանի պետությունների բաժանվի, այնտեղ իրաքցիներին է արդեն աջակցություն եւ այլն։ Այս առումով նաեւ եթե տեղին է նշել, որ Հայաստանի պարագայում գոնե, չգիտեմ, 5 շաբաթ կտևի, 3 ամիս կտևի այս պատերազմը եւ այլն, հնարավորինս Իրանը պետք է իր տարածքային ամբողջականությունը ու կայունությունը ապահովի։ Եթե Իրանը իր տարածքային ամբողջականությունը կորցրեց, այն ինչ որ մենք օգոստոսի 8-ի համաձայնություններից հետո ենք խոսում, այն ինչ որ այսօր սիրուն բառեր ենք նշում դիվերսիֆիկացող քաղաքականություն եւ այլն, դա շատ լուրջ մարտահրավերների է բախվելու, եթե Իրանը չկարողացավ իր ֆրեյմը պահել, հա, իր ամբողջականությունը պահել։ Թե ինչպիսին կլինի Իրանը հետո, պարզ է որ լիքը խնդիրներով, անկայունություններով, ռեժիմի բնույթի փոփոխություններով եւ այլն, բայց եթե Իրանը այնպիսի հարվածներ ստանա, այսինքն միջևերջ չգնա զիջումների եւ ստանա շատ կործանարար հարվածներ, որովհետեւ ԱՄՆ-ից այդ ուղերձները գալիս են, ասում են, եթե դուք ամեն շաբաթ չգնաք զիջումների, այդ հարվածները լինելու են հնարավորինս ցավալի, հնարավորինս կորուստաբեր, այսինքն դրա տակ կարող ենք ամեն ինչ հասկանալ, հա, այսինքն նույնիսկ հիմա արդեն մամուլում հրապարակումներ կան, որ ԱՄՆ-ն կոնկրետ իրաքյան տարբեր զինված միավորումների է աջակցում, այսինքն նաև Պահեստանի տարբերակ կա նաև աջակցել Իսրայելի սցենարին եւ ներսում զինված միավորումների միջոցով, այսինքն այս առումով շատ բայց մի գաղտնիք բացում էլի Իրանի քրդերն ու Իրաքի քրդերը իրար ատում են։ Հա, բայց այստեղ սցենարը այն է, որ Իրանի մասնատման դեպքում կոնկրետ Իրանի իրաքցիները, ադրբեջանախոս բնակչությունը այստեղ ամեն սցենար հնարավոր է ու հետաքրքիրն այն է, որ այս առումով Թուրքիան եւ Հայաստան ունեն ընդհանուր շահեր, այսինքն Իրանի տարածքային ամբողջականության պահպանումը, չնայած նրան, որ այո, էլի Թուրքիա-Իրան հարաբերությունում լիքը խրթին կողմեր կան եւ այլն, բայց
Թուրքիայի չեզոքությունը, Թուրքիայի այս երբեմն նաև դատապարտող որոշակի հայտարարությունները, որոշակի միջնորդական դեր ստանձնելու նկարտումները նրանով է պայմանավորված, որ այո, Թուրքիան ուզում է, որ Իրանը թույլ լինի, բայց Իրան պետք չէ նաև որ Իսրայելը ուժեղանա կամ որ Իրանը մասնատվի։ Այս առումով նույնպես մենք ուզում ենք, որ Իրանում գա մի ռեժիմ, որը բարեփոխումների կգնա, որը արևմտյան դերակատարներ կկարողանա բանակցել, որ կկարողանա իր ռեսուրսները հնարավորինս արտահանել եւ Հայաստանը նույնպես դրանից կօգտվի եւ կհանդիսանա կանխատեսելի դերակատար տարածքային ամբողջականության պահպանմամբ եւ այլն։ Այսինքն շատ բարդ sense սիմբիոզ ունենք տարածաշրջանում, նույնիսկ երկրներ կան, որոնք ընդհանուր շահը երբեք չեն ունեցել, արդեն իսկ ունեն այս պարագայում։ Հիմա տեսեք, որոշ քաղաքական ճաշակ ունեցող մարդիկ այս վերջերս սկսեցին օրինակ բերել հենց Իրանի դեմ սկսված պատերազմը, ասելով, այ տեսեք, այն ինչ որ տեղի ունենում, դա Իրանի ներքին գործերին խառնվելու փորձ է, դա Իրանի ինքնիշխանությունը հարվածի տակ դնելու ակնհայտ փորձ է եւ այլն, ու տեսեք, որ 22 թվականին երբ նույն բանը արեց Ռուսաստանը, ըստ էության Ռուսաստանը ճիշտ էր։ Այսինքն մի քիչ հակառակ տրամաբանությամբ են գալիս, այսինքն այդ դուռը բացեց Ռուսաստանը 2022 թվականին, ասելով ես այնտեղ մի տարբերությամբ իհարկե Միացյալ Նահանգները, եթե նույնիսկ անգամ Իրանը մասնատելու ծրագիր ունի, սահմանադրությամբ իրեն չի կցելու այդ մասնատված հատվածները՝ ի տարբերություն այն դեպքի։ Հիմա, բայց սրա հետ մեկտեղ մենք չենք կարող չնկատել, որ ասենք Հայաստանի դեպքում հասկանալի է, Վրաստանի դեպքում հասկանալի է, Ադրբեջանի դեպքում հասկանալի է, շատ զգուշավոր դիրքավորում է այս հարցում, բայց չափազանց զգուշավոր են դիրքավորված նաև մեծ դերակատարները, պայմանական ասած, դա խոսք վերաբերում է հենց Ռուսաստանի եւ Չինաստանին, որոնք ըստ էության երկուսն էլ բավական լավ հարաբերություններ ունեն գործող ռեժիմի հետ իրանական, բայց այսպես դատապարտող թեթև հայտարարություններից այն կողմ քայլեր չեն ձեռնարկում։ Ինչու՞։ Այս հարցը եթե ամենաշատ հետաքրքիրն է հատկապես Չինաստանի տեսանկյունից, մենք գիտենք, որ վերջերս հենց Չինաստանի լուրջ ջանքերով Սաուդյան Արաբիայի հետ Իրանը իր հարաբերությունները կարգավորեց եւ այլն, հիմա խոսում է, որ այն ամենից Չինաստանը աջակցում է, բայց իհարկե դա այն աջակցությունը չէ, որ Իրանը կարողանա դիմակայել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներին, ավելի շատ եթե face saving-ի մարտավարությամբ է այս բանը Չինաստանը առաջարժում, որովհետեւ ինչքան է տնտեսական եկել դեմքը փրկելու։ Դեմքը փրկելու մարտավարությամբ, այսինքն ինչ որ մի բան անել, որ չասեն շատ վատ դաշնակից է Չինաստանի, թե այսպես ասենք, բայց այստեղ իհարկե կարևոր մի գործոնի մասին ենք մոռանում։ Մերձավոր Արևելքում Չինաստան եւ Չինաստանի դերակատարում եւ ԱՄՆ-ի դերակատարում շատ տարբեր երևույթների մասին ենք խոսում։ ԱՄՆ-ն վերջին 1 ամսվա մեջ այնպիսի ռազմական ներկայություն է ապահովել, իրենց լեզվով ասած build-up են ասում, այսինքն այդ նույնիսկ այտենց ռազմածովային օթային, այսինքն բոլոր զինատեսակներով հանդերձ լուրջ ռազմական ներկայություն ունի։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ն գրեթե տարբեր երկրներում ունի ռազմաբազաներ, գրեթե բոլոր երկրներում ունի, բոլորի հետ ունի շատ խորասեր ռազմավարական դաշնակցություն, այստեղ իր խնդիրը Իրանի հետ է, եթե Թուրքիան համարենք ՆԱՏՕ-ի անդամ կարևոր դաշնակից, այստեղ տեսնում ենք, որ Չինաստանը ինչքան ուզում է օրինակ նավթ գնի Իրանից, խոստանա, որ օրինակ ինչ-որ զինատեսակներ կհամալրի եւ այլն, լրիվ ուրիշ համեմատություն է։ Ռուսաստանի դեպքում Ռուսաստանը նախ իր պարտավորությունները ինչպես Հայաստանի պարագայում, Իրանի պարագայում էլ չի կատարել, այսինքն ոչ թե խոսքը նրա մասին է, որ Ռուսաստանը հիմա պետք է ինչ-որ մի բան անի, այլ Ռուսաստանը արդեն պետք է արած լիներ։ Եվ կարելի է ասել, եթե ինչ-որ մի դեպքում մեր նկատմամբ վերաբերմունքը ռեալ պոլիտիկով, տարբեր ինչ-որ բարոյական, չգիտեմ, քաղաքական հարթությունում կարելի է հասկանալ։ Իրանի դեպքում Ռուսաստանը շատ վատ է վարվել, Իրանի իշխանությունների հետ, որովհետև ռուս-ուկրաինական պատերազմում իրականում շատ լուրջ դեր է խաղացել Իրանը, հանուն այն գնի, այսինքն նույնիսկ այդ գինը վճարել է ռուս-ուկրաինական պատերազմում ներգրավելու իմաստով, ինչը կարծում եմ շատ մեծ սխալ էր Իրանի տեսանկյունից, որովհետև կարելի ասել մտավ այդ պատերազմի մեջ ավելի սրելով արևմտյան դերակատարների հետ հարաբերությունը։ Կարծում եմ նաև սա է որոշակիորեն ազդել, որ իսրայելական լոբին լավ է աշխատում։ Այսօր, երբ որ Մերցը ԱՄՆ-ում հայտարարում է, որ մենք ամեն ինչով աջակցում ենք, դա ինչի մասին է խոսքը, որովհետև այսօր Եվրոպան հատկապես Թրամփից հետո կարելի ասել ինչ որ չափով միայնակ է որոշակի հոգսեր հոգում եւ
այն հիմնավորումը, որ գիտեք, Իրանը չէ շահիդներ տալիս ռուսներին, որոնք միջև այսօր նույնիսկ այսինքն տեխնոլոգիաներ են փոխանցվել Ռուսաստանին։ Կարևոր դեր է խաղացել Իրանը Ռուսաստանի սանկցիաներից խուսափելու, այլ մատակարարման շղթաների հետ կապվելու իմաստով եւ այլն, եւ հետաքրքիր է, երբ որ ռուսական արձագանքներն ես նայում, կարծես թե իրավիճակը այսպեսին է, որ մենք դե դատապարտում ենք իհարկե, մակում կաջակցենք եւ այլն, բայց ոնց որ նավթի գները բարձրանում են, հա։ Ինչ լավ է, գոնե 2 ամիս որոշակի միլիոններ կգան մեր բյուջե, մենք էլ ինչ-որ զինատեսակներ կկարողանանք, չգիտեմ, պատրաստել կամ ինչ-որ սոցիալական հարցեր հոգալ եւ այլն։ Տպավորությունը այդպեսին է, որովհետեւ շատ པարզ տենց հիմնավորումներ, նույնիսկ կասկածի այդպես հստակ չէր պատմվում, որ Իրանը չուներ միջուկային ծրագիր։ Ասում են մենք փաս չենք տեսել, այսինքն ինչպես շատ դերակատարներ, նույնպես Ռուսաստանը նույնատիպ բովանդակության պատասխան է տալիս, այսինքն օրինակ դժվար էր միջև էսել կանխատեսել, որ Չինաստանը ու Ռուսաստանը կարող են այս հակամարտությունում ստանձնել Իրանի կողմը եւ ինչ որ որոշակի դաշնակցային պարտավորություններ կատարել, հատկապես Ռուսաստանի դեպքում, որը չգիտեմ, այս ռուս-ուկրաինական պատերազմի վերջին 1 տարվա ընթացքում չգիտի արդեն որ ճակատով կարող է սպասարկել իր օրակարգը։ Կարող ենք նայել Մերձավոր Արևելքում նույնպես Սիրիա, Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, Գրենլանդիա, Վենեսուելա, որտեղ նայում ես Թրամփը ասենց տարբեր օջախներ է ստեղծում, մյուս կողմից էլ դրդում է գնալ կարգավորման ռուս-ուկրաինական ճակատում։ Այսինքն Ռուսաստանի հարցը պարզ է, ուղղակի երկիր ունի շատ մեծ ամբիցիաներ, բայց չունի հստակ դրա համար ռեսուրսներ եւ ի տարբերություն Իրանի չի գնում ինքնասպանության, այսինքն այնտեղ որոշակի ռացիոնալ հաշվարկներ կան, հա, իրենց օրակարգերը սպասարկելու առումով, իսկ Չինաստանի դեպքում էլ ինչպես Վենեսուելայի դեպքը նաև հետաքրքիր է այս առումով, որ Չինաստանը կարող ենք Վենեսուելայի кейսով համեմատել Իրանի այս դեպքի առումով, որովհետև դու կարող ես տնտեսապես շատ լուրջ ներկայություն ունենալ, բայց քանի դեր ռազմական, քաղաքական, դաշնակցային բոլոր առումներով զիջում ես թիվ 1 գերտերությանը, դեռևս դու նրան չես կարող ձեռնոցնել։ Էլ մենք տեսանք Վենեսուելայում ինչ եղավ, իհարկե Վենեսուելայի իրավիճակը ռեժիմը փոխելու առումով մի քիչ ուրիշ է, բայց այս Իրանի դեպքը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչքան խոցելիություններ ունի Չինաստանը համարվելու երկրորդ գերտերություն։ Չնայած նա տնտեսական առումով մենք միշտ նշում ենք, ռազմական առումով էլ իհարկե, բայց Իրանը Չինաստանը չի կարողացել ստեղծել այն օջախները, որ կարողացել է ստեղծել օրինակ ԱՄՆ-ն տարբեր տարածաշրջաններում եւ կարելի ասել Չինաստանը ուղղակի խուսափեց այս բախումից, բայց դեռևս մենք կտեսնենք, որովհետեւ արդեն խոսում է, որ օրինակ Չինաստանը իր կողմից ինչ որ հակաամերիկյան կամ հակաիսրայելական կոալիցիա է ձևավորում, բայց չեմ կարծում, որ այդ կոալիցիան ռազմական ուղիղ միջամտությամբ ինչ որ աջակցություն կցուցաբերի Իրանին։ Հիմա մենք ներկայացնենք աշխարհագրությունը, փորձենք դրանով նաև ամփոփել մեր զրույցը։ Հայաստանի Հանրապետությունը բնականաբար կենսական շահեր ունի այդ ուղղության վրա։ Հայաստանի համար, ինչպես դուք արդարացիորեն նշեցիք, ամենակարևոր խնդիրներից մեկը, որ հանկարծ Իրանը չմասնատվի, ես հույս ունեմ, որ այդպես ամենայն դեպս գոնե այնտեղ անջատողական լուրջ շարժումներ բարգացո չկան։ Բայց միաժամանակ Հայաստանի Հանրապետությունը խնդիր ունի ոչ միայն դիվանագիտության, այլև հանրային խոսքի մոտավորապես, հա, տրամաբանական խոսքի արկայության եւ երբ ինչ որ չեմ ուզում որ հետո դատական հայցի թիրախ չդառնամ, պերսոնաժ ասում է, որ կարող պետք է գնալ այնտեղ 5000 հոգանոց ջոկատներ կազմավորել Հայաստանի հայերից, կռվել թշնամիների դեմ, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի, մեկ մյուսը ասում է մենք պետք է հիմա զբաղվենք մեր հայրենակիցներին, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների մասն է խոսքը, տարհանելով այնտեղից եւ այլն, պատերազմի ժամանակ դու երկրին դիմում ես, ասում ես, գիտեք ինչ կա, մենք պոտենցիալ մի 300-400 հազար դասալիք ունենք, տվեք մենք տանենք էլի իրենց։ Ինչ պետք է անենք, որպեսզի նման անհեթեթությունների թիրախում մենք չհայտնվենք, որովհետև հա ամեն մեկը կարող է ինչ-որ մի հիմար բան ասել, հետո, ինչպես Իսրայելի դեպքում դուք ինքներդ ասացիք, դա կարող է օգտագործվել մեր դեմ, իսկ մեր դեմ օգտագործողներ կան, գտնվելու են։ Դե այս դեպքում իհարկե երբ որ խոսում ենք ոչ պաշտոնական տեսակետների մասին, մի փոքր կարծում եմ արտաքին դերակատարները հասկանում են, ովքեր ուզում են հասկանալ, այսինքն ովքեր Հայաստանի ովքեր չեն ուզում հասկանալ, դա օգտագործել են Հայաստանի դեմ հիբրիդային տարբեր սպառնալիքներ ստեղծելու առումով, արդեն իրականում ստեղծում են, որովհետև թվում է թե Հայաստանը այստեղ իհարկե ունի կոնկրետ շահեր, բայց ելի Հայաստանի դեպքում ինչպես բարձրաստիճան ամենատենց մակարդակում է նշվել, Հայաստանը այս օրակարգը ուղղակի չի կարող սպասարկել
ուղղակի, այսինքն իհարկե մեզ պետք է որ Իրանը տարածքային ամբողջականություն ունենա եւ պահպանվի տարածքային, բայց կներեք մենք այդ երկիրը չենք որ կարողանանք դա ապահովել, հա, այստեղ շատ այս ցույց է տալիս աշխարհակարգի բնույթ, հա, երբ որ դու ունես շահեր, բայց չես կարող սպասարկել դրան, որովհետեւ ունես որոշակի ուժային սահմանափակումներ։ Հիմա ինչ մնում է դրան, կարծում եմ ընդհանրապես մեր տեղեկատվական դաշտը շատ վատ վիճակում է գտնվում, այսինքն պետությունը կարելի է ասել գործիքակազմ, եթե չունի էլ կամ ունի չի օգտագործում կոնկրետ մարդկանց պարագայում, բայց ինչ մնում է որ դա կդառնա ավելի շատ լուրջ, եթե դրան մոտենանք, կարծում եմ այդքան էլ ինքը լուրջ, ավելի շատ հասարակության նկատմամբ այդ հիբրիդային սպառնալիքներն են ստեղծվել, այսինքն հատկապես Ադրբեջանի պարագայում, այնտեղ ավելի հեշտ է, հա, մարդկանց կարգ ու կանոնը ապահովել, պետական նարատիվները միջևերջ պահպանել հասարակական քաղաքական գործիչների մակարդակում, եթե այդպիսիք նույնիսկ կան, այդպես անկախ գործող Հայաստանի պարագայում շատ դժվար, որովհետև այստեղ մարդիկ կան, օրինակ իրենց համարում են որոշակի զինված ստորաբաժանման ղեկավարներ, ՆԱՏՕ-ի հետ են ուզում կռվեն, հետո ուզում են Իրան արշավեն եւ այլն, կարծում եմ այստեղ թե օրենսդիրը, թե գործադիրը անելիքներ ունեն, որովհետև չի կարելի պնդել, դե մեր պաշտոնական տեսակետը սա է, իրեն մի լսեք, այդ մարդը գնում է օրինակ Իրանի դեսպանության առջև կոնկրետ հայտարարություններ է կատարում եւ Հայաստանը կարող խոցելի իրավիճակում այնուամենայնիվ լինել, որովհետև մենք տեսել ենք, որ նույնիսկ Իրանի հետ կապված գայուն հարցերում պաշտոնական տեսակետ ուրիշ է եղել, բայց այստեղ որոշակի խոսակցություններ օգտագործել են որոշ ուժեր, որ լարեն հայ-իրանական հարաբերությունները կամ հայ-ամերիկյան հարաբերությունները եւ այլն։ Հիմա եթե սա Հայաստանի անվտանգության սպառնալիք է, ես չեմ մտածում, որ դա ազատ խոսքի ճնշում է եւ չնայած որ մենք տեսնում ենք, որ երբեմն երբ որ պետք է լինում, ազատ խոսքը Հայաստանում ճնշվում է, թե այս կողմից, թե այն կողմից։ Եթե խնդիր կա նաեւ այսպիսի տարածաշրջանը բռնկման մեջ է եւ դու սпасելու ես թե մեկը ՆԱՏՕ-ի զորամիավորում է ստեղծելու արշավելու, չգիտեմ, Օման, մեկը ուրիշ զորամիավորում է ստեղծելու եւ այլն, կարծում եմ այստեղ անելիք ունենք, բայց անելիքը ուղղակի այստեղ այն առումով է, որ մենք միշտ այդ սիրուն բառերը ասում ենք ռազմավարական հաղորդակցություն պետք է ունենան մեր պետական մարմինները, բայց այդպես էլ տենց սիրուն բառեր են մնում, եթե օրինակ մենք ունենայինք հստակ ռազմավարական հաղորդակցություն, ցանկացած հարցի շուրջ։ Օրինակ հիմա այս իրավիճակում արդյոք ԱԳՆ-ն վարչապետի աշխատակազմում ինչ-որ աշխատող մարդ եւ օրենսդիրում ինչ-որ падգամավոր եւ այլն պետք է որոշակի հաղորդակցության բան ունենան, ուղի ունենան կամ հստակ նարատիվներ։ Արդյոք դա պետք է լինի։ Արդյոք դա պետք է համակարգվի գոնե, չեմ ասում, դրանք չպետք է լինեն բազմազան։ Բայց խնդիրն այն է, որ ցանկացած այսպիսի ճգնաժամի պայմաններում մենք տեսնում ենք, թե մեր տեղեկատվական դաշտի, մեր հասարակական դաշտի ճակերտավոր որոշ դերակատարներ ինչպես են հանդես գալու մեր անկարողությունը հակազդելու դրան։ Մենք միայն բավարարվում ենք նրանով, դե ինքը որևէ ձև չի ներկայացնում պետական տեսակետը, բայց կարծում եմ սա շատ քիչ է ու այստեղ միայն իհարկե խոսում ենք պետության մասին, օրենսդիր գործադիր, բայց նաև այստեղ ունի անելիք քաղաքացիական հասարակությունը, լրագրողական համայնքը, որովհետև շատ հաճախ այդ նույն լրագրողական համայնքը խթանում է այդպիսի խոսույթը։ Ցավոք սրտի չհամաձայնել չեմ կարող։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսիսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։